Իմիջիայլոց Տիկին Անդրեասյան, մենք մեր կրթության ոլորտի բարեփոխումներում նույնպես այս կարևոր դեր ունի, որ մենք բուհական ընդունելությունների եւ այլնի մեջ այդ կամավորությունը ինքը եւ սոցիալական համերաշխության եւ հանրային համերաշխության շատ կարևոր եւ ընդհանրապես ինքը շատ կարևոր կուլտուրա է, որ մարդը կամավոր ասում է, ես գիտես ինչ շաբաթը 3 ժամ ժամանակ ունեմ, ուզում եմ օգտակար լինեմ, հանրային ինչ-որ մի բան անեմ։ Եվ բուհական ընդունելությունների եւ այլնի հարցում աշխարհում ընդունված բան է, համեցիկ։ Պարոն վարչապետ, չեմ ուզում ասել, որ չլարվեն ընդունելությանը վերաբերող ցանկացած նույնիսկ կես բառը շատ մեծ հետաքրքրությամբ է ընդունվում եւ սովորաբար փչացած հեռախոսի սկզբունքով հետո լրիվ ուրիշ լուրեր ենք կարդում այդ կես բառի վերաբերյալ, բայց Բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքի ընդունումից հետո մենք ամբողջությամբ փոխում ենք ընդունելության համակարգը եւ մեր տրամաբանությամբ 12-րդ դասարանում ուսումնառության հատկապես երկրորդ կիսամյակի մի զգալի հատվածը հենց կամավորությանը պետք է վերաբերի, որն էլ հաշվի կառնի ընդունելության 12-րդ դասարանցիները թող առողջության ապահովագրությունով սկսեն կամած զբաղվել։ Հիմա դեռ իրենք պատրաստում են միասնական քննություններին, հաջորդ շաբաթօրվանից դրանք մեկնարկում են։ Ես կառաջարկեի մեր առողջապահության կառավարման մասնագիտությամբ սովորող ուսանողներին ներգրավել, իրենց համար դա նաև կարող է լինել շատ գործնական աշխատանք, որ ինչ տեսականում սովորում են, ռեֆորմի փուլում գնան եւ իրենք էլ դրանից նաեւ իրենց մասնագիտական զարգացման օգուտը կքաղեն։ Շատ լավ, 12-րդ դասարանցիները պատրաստվում են քննությունների, ուսանողներն են սկսում կամավորությունը, հայրանք էլ են քննությունները, վերջ չեղավ ուրեմն գործը։ Հերթական անգամ պարզվեց, որ հնարավոր չի, փակեք այս թեման, այդ օրենքները չեղարկեք, հնարավոր չի Հայաստանում, չի լինի։ Շաբաթ կիրակ էլ ուրիշ կարևոր գործեր ունեն։ Բան եք ասում Տիկին Գալյան։ Ես քանի որ շեղվեցինք թեմայից եւ կամավորներին անդրադարձանք, ուզում եի ասել, որ մենք նախարարությունով 500 կամավոր ինչպես ասեմ, անդամագրել ենք կամ կարող եմ ձևակերպել այսպես, որ ունենք 500 հոգանոց կամավորների բանակ, որոնց օգնությամբ թվայնացրել ենք մահվան վկայականները մեր քաղաքացիների, այո, 50,000 եւ ավել, չէ, ես ընդհանրապես ուզում եմ որպես առաջարկ սա ներկայացնել, գործընկերներին ուղարկել եմ նաեւ համապատասխան առաջարկը, այնպես որ պարոն վարչապետ, կամավորները կան։ Մի քիչ ոլորտները խառնեցինք իրար, բայց ոչինչ։ Շատ լավ։